Գյուրեղյան, եթե դուք այս օրերի ընթացքում տեսնեիք, թե մեր թեկնածուն ինչ սեր ու հարգանք է վայելում Գյումրիում, հաստատ այդ ելույթը չէիք ունենա, կամ միգուցե կունենայիք, չգիտեմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի գյումրեցիներ, ընդամենը մի քանի օրից կավարտվի Գյումրու թիմ ընտրությունների քարոզարշավը, եւ ես վստահ եմ, որ մարտի 30-ին գյումրեցին կգնա ընտրատեղամաս եւ գիտակցված, մտածված ծանր ու թեթև արած ընտրություն կկատարի, բայց մինչ այդ ուզում եմ մի քանի կարևոր հանգամանքների մասին խոսել։ Օրերս ես իմ հարցազրույցներից մեկում նշել էի, որ եթե գյումրեցին գնա ընտրատեղամաս եւ բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրի մնացած 8 ուժերից որևէ մեկին, ապա պիտի գիտակցի, որ իր ձայնը գնում է ի օգուտ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում հայտնի Վարդանիկի, եւ նույն հարցազրույցի մեջ նաև նշել էի, որ եթե չկա նման բան եւ եթե իմ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա կխնդրեմ հրապարակային հերքել այդ լուրը եւ բացառել, որ ընտրություններից հետո որևէ միացում կլինի այդ թեկնածուի, որևէ համախմբում կլինի այդ թեկնածուի անձի շուրջ եւ ինչպես եւ սպասելի էր որևէ հերքում տեղի չունեցավ հրապարակային, դրա փոխարեն թեկնածուներից մեկը այսօր իր սոցիալական էջում շատ երկար նախադասություններով ինչ-որ ստատուս էր գրել իմ անձի հասցեին, չպատասխանելով այն կոնկրետ հարցին, ինչը ես հնչեցրել էի եւ խոսելով ամեն ինչի մասին բացի դրանից, բայց մինչդեռ չկա հրապարակային հերքում, ես եւ իմ գործընկերները շարունակում ենք ունենալ նույն կասկածն ու մտավախությունը, ինչի մասին ես խոսել եմ։ Մեկ շատ կարևոր հանգամանքի վրա եւս ուզում եմ գյումրեցիների ուշադրությունը հրավիրել, այն է. խնդրում եւ հորդորում եմ ձեզ մարտի 30-ին ընտրատեղամաս գնալուց առաջ որոշում կայացրեք ձեր ձայնը տալ այնպիսի քաղաքական ուժի, որից ցանկացած պահի կկարողանաք ձեր իշխանությունը հետ վերցնել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ 2018-ից ի վեր Հայաստանում, համայնքներում ձևավորվել է իշխանություն բացառապես ձեր որոշմամբ եւ ես խնդրում եմ, որ դուք տեր կանգնեք ձեր ձայնին եւ կատարեք մտածված ընտրություն։ Իսկ մինչ այդ ես ուզում եմ այստեղ ներկաներին եւ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ ես ինքս անձամբ շաբաթից ավել գտնվում եմ քարոզարշավի մեջ մեր թեկնածուի հետ միասին եւ վստահեցնում եմ, որ մեր Սարիկը, պարոն Սարիկ Մինասյանը բացարձակ առաջատար է եւ մենք մարտի 30-ին կնքելու ենք մեր հաղթանակը, իսկ մինչ այդ կանգնած ենք եւ շարունակելու ենք Սարի պես կանգնած մնալ գյումրեցիների թիկունքին։